պատրաստելու եմ բեզեյով, պաղպաղակով եւ մրգերով դեսերտ, որը կլինի եւ թարմացնող եւ քաղցր։ Սկսեցինք։ Դուք կարող եք ցանկացած միրգ, հատապտուղ, սեզոնին համապատասխան ընտրել եւ հենց դրանցով էլ պատրաստել։ Ես այսօր ձեռքի տակ ունեմ արքայա խնձոր։ Ես ձեռքի տակ ունեմ արքայա խնձոր եւ բանան, հենց դրանցով էլ կպատրաստեմ։ Վերցնում ենք անհատական մատուցման փոքրիկ ափսեներ, բաժակներ, ինչ որ ունեք եւ սկսում ենք հավաքել եւ դասավորել մեր դեսերտը։ Առաջին հարկում դնում ենք բեզեն, ինչու ներքևը, որովհետեւ մրգերի հյութը եւ պաղպաղակը հալված ավելի փափուկ է դարձնելու մեր բեզեն, դրա համար առաջին ներքևի հատվածում կդնենք հենց բեզեն։ Հետո դուք կարող եք դնել ցանկացած ջեմ, դուք կարող եք դնել մուրաբա, դուք կարող եք դնել սոուսներ։ Ես որոշել եմ դնել եփված, խտացրած կաթ։ Ավելացնում ենք բանանը, պաղպաղակ ենք վրայից դնում, արքայա խնձոր եւ ես վրայից էլ շոկոլադի փաթիլներ կանեմ, որ գեղեցիկ լինի։ Վերջ։ Այդ խնդրում եմ գնահատեք, էլի մի հատ է շերտերը նայեք, մի հատ տեսեք, հիմա ոնց չասեմ, որ սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր քաղցրասեր ընկերոջի, իսկ ես գոհ եմ իմ երևակայությունից։